Ով է օնկոգինեկոլոգը, ինչով է զբաղվում։ Կանացի սեռական օրգանների չարվորակ ուռուցքներով։ Քիմիայի ազդեցությունը ձվարանի պաշարի վրա։ Կոնկրետ ձվարանի վրա դա շատ տոքսիկ է ազդում։ Կարծես թե կարծրատիպ, հա, որ եթե որ ընտոմետրի մի քաղցկեղը, վсё, հիանալ չի կարելի, արգանդը հեռացնում են, գնում ենք առաջ։ Եթե դու հղի կնոջը նշանակում ես քիմիոթերապիա, այդ դեղը պտղի արյան մեջ սովորաբար չի հայտնվում։ Իսկ որ դեպքերում եք դուք վсё-таки ասում, չէ, ես պետքա հեռացնեմ արգանդը։ Մենք շատ մեծ դեր ենք տալի կյանքի որակը ապահովելու։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, ձեզ հետ են կրկին Լիդան և Նինան, մենք գտնվում ենք Embryo-Guide YouTube-յան հարթակում։ Այսօրվա մեր հյուրն է Նայիրի բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիայի ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ով է օնկոգինեկոլոգը, ինչով է զբաղվում։ Օնկոգինեկոլոգը դա մանկաբարձ գինեկոլոգ է, ներմասնագիտացված, որը զբաղվում է կանացի սեռական օրգանների չարվորակ ուռուցքներով։ Այսքան հակիրճ։ Դե կարամ բացեմ բաները, նույնիսկ պատմական, այսպես ինքը մասնագիտությունը որպես այդպիսի, երևի թե ծնունդ ունի 1901 թվականից, երբ որ առաջին ուրեմն հրատարակություններ եղան արգանդի վզիկի քաղցկեղի վիրահատական բուժման մասին, դա եղավ Ավստրիայում։ Եվ 1901 թվականից սկսած, ուրեմն այդ մասնագիտությունը այսպես իրադեմ ճանապարհ է բացում, արդեն ձևավորվեցին ինչ-որ գինեկոլոգների մեջ տենց խմբեր, անձեր, որոնք ավելի շատ էին զբաղվում քաղցկեղով, եւ ասեմ ձեզ ավելին, որ մասնագիտությունը որպես այդպիսին պաշտոնապես ոչ բոլոր երկրներում որ գոյություն ունի։ Օրինակ Հայաստանը չի կարելի դասել այն երկրների թվին, որտեղ այս մասնագիտությունը պաշտոնապես գոյություն ունի։ Անցնենք բուն թեմային։ Քիմիայի ազդեցությունը ձվարանի պաշարի վրա։ Շատ հետաքրքիր հարց է, շատ տեղին, որովհետև ինչ է քիմիոթերապիան։ Դա այդպիսի դեղ է, տոքսիկ դեղ է, որը որ ազդում է բջիջների կիսման, բազմացման process-ի վրա։ Եվ բնական է այնտեղ, որտեղ կան ձվաբջիջներ կամ սպերմատոզոիդներ, դրանց վրա քիմիոթերապիան բացասաբար է ազդում եւ կոնկրետ ձվարանի վրա դա շատ տոքսիկ է ազդում եւ քիչ է որ նա իջեցնում է եւ բացասաբար է ազդում ձվարանների պաշարի վրա, նաեւ նա կարող է առաջացնել բջիջների մուտացիա, այսինքն առողջ ձվաբջիջներում գեների մուտացիա կարող է առաջացնել։ Իսկ քիմիոթերապիան եւ հղիությունը։ Ես գիտեմ, որ հղիության ժամանակ լինում է, որ ցուցումներ են լինում եւ անում ենք։ Այո, ինչի, որովհետեւ բնությունը շատ խելացի բան է արել, պաշտպանելով պտղին, որ վրա ազդող տարբեր տոքսիններից, որտեղ հղիության ընթացքում դե միշտ չի որ մարդկությունը այսպես ցիվիլ պայմաններում ապրել եւ մայրիկները հատուկ դիետեվ են սնվել, այլ մարդկության գոյության ընթացքում հղի կանայք ենթարկվել են տարբեր ազդեցությունների, այդ թվում տոքսիկ, եւ գոյությունն է այսպես կոչված հեմատոպլացենտար բարիեր, երբ որ մոր արյունը եւ պտղի արյունը պլացենտայով տարանջատված են մեկը մյուսից։ Քիմիոթերապիայի դեղերի մեծ մասը այդ հեմատոպլացենտար բարիերով չի անցնում, այսինքն եթե դու հղի կնոջը նշանակում ես քիմիոթերապիա, այդ դեղը պտղի արյան մեջ սովորաբար չի հայտնվում։ Բարի, քաղցկեղը հաղթահարած եւ մակածնման ֆունկցիան իրականացված կանանք հաստատ դուք հանդիպել եք, շատ կան, ուղղակի մեր հասարակության մեջ մի քիչ բան կա, որ եթե քաղցկեղը, հետո չեն կարող երեխա ունենալ կամ հետո առողջ երեխաներ չեն ծնվում։ Մի փոքր ձեր փորձից կկիսվեք մեր հետ։ Դե գիտեք ինչա ցանկացած նորություն առաջանալուց հետո ժամանակ է պահանջվում, որպեսզի հանրության մեջ նա ընդունվի, վստահություն ունենա, այդ օրինակները մենք կարող ենք տեսնել պատմականորեն, թե տարբեր արվեստի գործիչների վրա, որոնց արվեստը որ ընդունվել է շատ ավելի ուշ, քան իրանք ապրել են, դե բժշկության դեպքում փառքասու այդքան երկար չի տևում, բայց տեսեք, եթե մենք հետևենք էվոլյուցիան զարգացումը քաղցկեղաբուժության, օնկոլոգիայի, սկզբից ամենասկզբում դա համարվում էր մահացու հիվանդություն, որի ունի 100% մահացություն եւ բժիշկները փորձում էին ուղղակի մարդու կյանքի ինչ-որ ձևով երկարացնել, հիմնականում կատարելով շատ հաշմող վիրահատություններ, այսպես ինչ հնարավոր է եւ անհնար
կտրելով մարդուն ինվալիդ սարքելով փորձում էին մի քիչ կյանքը երկարացնել։ Հետո հաջորդ քայլը եղավ, երբ որ առաջացավ ճառագայթային բուժումը, հաջորդ քայլը քիմիոթերապիան, հաջորդ քայլը թիրախային բուժում, իմունոթերապիա եւ այլն, եւ հավաքվեց մի այսպիսի զգալի գիտելիքների պաշար, որ բարձվեց, որ այս մարդկանց մեջ ահագին մարդ չի էլ մահանում, բուժվում է։ Այսինքն մենք հասկացանք, որ դա 100% մահացություն չունի, ունի ինչ որ տոկոս, բայց դա 100 չի։ Եվ դրանից բխում է արդեն մյուս հարցը, եթե այս մարդը բուժվում է եւ կարող է ապրի, ինչու նա պետքա չկարողանա ծնող դառնալու երջանկությունը վայելել։ Դա մի կողմից, մյուս կողմից դե էմանսիպացիան բերեց նրան, որ կանայք ավելի եւ ավելի ուշ են ամուսնանում կամ մայրանում։ Այսինքն շատ դեպքերում դա տեղի է ունենում այն տարիքում, որի դեպքում արդեն ճարվարակ ուռուցքներ առաջանում են։ Եվ զարգացավ նույն ուռուցքաբանության մեջ այսպիսի մի ճյուղ, որը կոչվում է oncofertility։ Այո։ Այսինքն համադրում կարծես թե երկու բացարձակ չհամադրվող բաների, հա, Արդյունքում աբսուրդային է հնչում, որտեղ fertility-ն, որտեղ, հա, նույն միգուցե այսպես մի քիչ առաջ ընկա, բայց ընդհանուր կոնցեպտը դա է եւ ինքը կոնկրետ մեր մասնագիտության մեջ բավականին երկար պատմություն ունի այս մոտեցումը, ուղղակի դե պարզ է, դա ամեն օր հանդիպող հիվանդություններ չեն եւ բժիշկներին պետք էր տասնյակ տարիներ, որպեսզի կուտակեն փորձ, կուտակեն evidence, այսպես ասած, քիչ թե շատ ընդունելի ապացուցողական բազա, որը հիմա արդեն կա, եւ մենք շատ լավ գիտենք, որ այո, որոշ կանանց համար դա շանս է եւ դա տարբերակ է։ Հա, այդպիսի փորձ ունենք։ Իրականում միշտ մտածել ենք, որ քաղցկեղը դա խնդիր է, չի նեղություն, օրինակ էնդոմետրիումի քաղցկեղով մեր կլինիկայի գլխավոր բժշկի հետ, Լիսմի Հոլետովնայի հետ ունենք դուք փորձ էնդոմետրիումի քաղցկեղով, այս պահին ունենք հաղթանակի զույգ պտղով հղիություն։ Կարծես թե կարծրատիպ, հա, որ եթե ոտ էնդոմետրիումի քաղցկեղը վсё, հրանալ չի կարելի, արգանդը հեռացնում են, գնում ենք առաջ, բայց պրոֆեսիոնալ թիմերի արդյունքում Նայիրի բժշկական կենտրոնի Գլազգո կլինիկայի Լիլիթ Սոկրատովնայի գլխավորությամբ, մեր IVF Live-ի Լիսմի Հոլետովնայի թիմի ամբողջականությամբ հասանք ռեզուլտատի եւ հեղին արդեն 12 շաբաթականում գնացել է կոնանս կոնսուլտացիա, որը շատ ողջունելի է եւ կոտրվեց կարծրատիպ։ Սա մեր լավ ավարտն էր ու կարելի ասել հրաշք էր իրականում։ Իսկ որ դեպքերում եք դուք всё-таки ասում, չէ, ես պետք է հեռացնեմ արգանդը։ Oncofertility-ն դա մեծ այսպես մի կոնցեպտ է, որի մի մասի հետ մենք գործ ունենք, այն ինչի մասին մենք խոսում ենք, դա կոչվում է fertility sparing oncology, երբ որ դու քաղցկեղը բուժում ես պահպանելով օրգանը։ Դա oncofertility-ի մի մասն է եւ այո, թե արգանդի վզիկի քաղցկեղի դեպքում, թե էնդոմետրիումի քաղցկեղի դեպքում, թե ձվարանի քաղցկեղի դեպքում դա հնարավոր է։ Ընդհանուր, եթե ասենք շատ չխորանան, որտեղ այնտեղ գենետիկա կա, այնտեղ գեների մուտացիաներ են որոշում, մոլեկուլար օնկոլոգիա եւ այլն, առաջի ստադիայի, առաջի փուլի քաղցկեղների դեպքում, որոնք որ շատ ագրեսիվ չեն, այո, դա հնարավոր է եւ դուք փաստորեն ականատես եք դա։ Էսա ես մի քիչ էլ սաղմնաբանության տեսանկյունից կմանրամասնեմ այդ դեպքը։ Հա, դե ես շատ ուրախ եմ, որ գիտեք դրանում էլ հենց երևի թե ժամանակակից գիտության եւ բժշկության ամենամեծ հմայքն է, որ մենք կոտրում ենք ինչ-որ ստերեոտիպեր, որովհետեւ ես մեկ-մեկ մտածում եմ, երբ որ ես 15 տարեկան երեխա էի, այն ժամանակ ինձ ասեն, գիտես, երբ որ դու կլինես 55 տարեկան, սենց է լինելու, սկսի հեքիաթ է, ոնց կարող է հեռախոսը առանց լար լինի, ես չգիտեմ եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն դրանում է այդ ամբողջ այդ ֆանտաստիկան ժամանակակից գիտությամբ, որ մենք կարող ենք անել այնպիսի բաներ, որոնք որ ուղղակի անհավատալի են եւ անհավանական են համարվում։ Եվ ինչն է լավ, որ դա հասանելի է, մենք կարող ենք դա անել մեզ մոտ։ Այս բուժարուի հետ ուրեմն մանրամասնեմ, բուժարուն նախկինում ուրիշ կենտրոնում սառեցրել էր 3 ծվաբջիջ, որտեղ արկա էր տղամարդու գործոններ։ Սառեցրել էին, որպես հետագայում ծվաբջիջները ապա սառեցնեն եւ բեղմնավորեն տեղադրում, այլ կենտրոնից բերել էր մեր մոտ թվով 3 հասուն ծվաբջիջ, նաեւ մեր մոտ ստացանք 2 հասուն ծվաբջիջ, 5 հասուն, դե այս մանրամասներին ծանոթ չէի այդ դեպքի։ Ու լավա որ ծանոթ չէի, որտեղ շատ ավելի
լարված կմոտենայի այդ ամեն ինչի։ Ես վերջում եմ իմանում, ունենք ուրեմն 5 հասուն ձվաբջիջ, ծանր տղամարդու գործով, ստանում ենք 2 սաղմ։ Բարձր որակի 2 սաղմ 5 օրեկան, ուրեմն գնում ենք տեղադրման։ Դե ես տեղյակ չեմ։ Մոտեցա ասում եմ, գիտեք 2 սաղմա բարձր որակի, բայց մեկ տեղադրենք, էլի հիմա մեկը տեղադրենք, հետո մեկը սառեցնենք, հետո երկրորդի համար կգաք։ Բայց չէ, գիտեք, ես պետքա 2-ը, որտեվ սա իմ վերջին էտապն է, էլի, կամ հղիանում եմ, կամ չեմ հղիանում։ Ասում տինաս ինչի է սենց ասում։ Հետո որ ամբողջ իր անամնեզին ծանոթացա, ասում Ռիփսիմե Համլետովնա, ինչքան լավ է դուք ինձ չասեցիք, որտեվ իմ ձեռքերը դողալու են այդ բեղմնավորման process-ի ժամանակ։ Շատ հետաքրքիր դեպքեր ու շատ ուրախալի։ Դե իհարկե, եւ մենք անկեղծ ասած մեր փորձը ավելի երկար է, էնդոմետրիումի քաղցկեղի դեպքում այդքան չէ։ Ես ունեցել եմ մեծ քանակի պացիենտներ ծվարանի չարվորակ ուռուցքներով, որոնք որ հղիացել են, մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ կինը արդեն հղի էր եւ իր մոտ հայտնաբերվել էր այդ քաղցկեղը, մենք իրան վիրահատել ենք, հետո ինքը ծննդաբերել է հաջող, հետո բուժումն է ստացել։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ հատկապես բժշկության մեջ, տեսեք, բժշկությունը ինքը երևի թե ամենահին մասնագիտություններից մեկն է, քանի մարդկությունը գոյություն ունի, այդ մի քանի մասնագիտությունը միշտ եղել են, այդ թվում բժշկությունը, ինչքան մասնագիտությունը հին է, այնքան կարծրատիպերը այնտեղ շատ են, այնքան ինքը ավելի կոնսերվատիվ է, շատ լավ է, որ մենք կարողանում ենք, ելի եմ ասում, այդ կարծրատիպերը կոտրել եւ ասել մարդկանց, որ եթե ձեզ դրել են քաղցկեղի ախտորոշում, պետք է չի ձեր վրա խաչ դնեք, այլ կարող է դուք հենց այն բախտավոր մարդն եք, որի դեպքում դա հնարավոր է անել։ Այ քիմիոթերապիան շատ վատ է ազդում ձվարանային պաշարի վրա։ Գրեթե դրա համար ճիշտ է, որպեսզի օնկոգինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ համագործակցություն լինի եւ մենք ունենք հաջողված համագործակցություններ։ Դե ֆերտիլությունը պահպանման համար, հա, որպես ռեպրոդուկտոլոգ գիտենք, որ բոլորս էլ դա գիտենք չնայած, առաջինը մենք անում ենք ձվարանների պունկցիա, եթե իհարկե պացիենտի ժամանակը եւ քաղցկեղի տեսակը թույլատրում է, հա, անել խթանում, խթանման տեսակն ենք որոշում, ստանում ենք հասուն ձվաբջիջներ, գոյություն է IVM մեթոդ, երբ որ անհաս ձվաբջիջներ են, հա, սաղմերի պահպան եթե արկա է զուգընկեր եւ ի վերջո ձվարանի աուտոտրանսպլանտացիա, երբ որ մենք վերցնում ենք կորտիկալ հատվածից պրիմորդիալ ֆոլիկուլներով։ Ճիշտ ասած, ես չգիտեմ Հայաստանում դուք ունեք նման փորձ աուտոտրանսպլանտացիա ձվարանի երբևիցե չի եղել նման։ Դե տեխնոլոգիան պետք է լինի։ Ես շատ հետաքրքրված եմ այդ տեխնոլոգիայով։ Ձեզ հետ տեխնոլոգիայով։ աշխատենք, որովհետև տեխնիկապես մենք դա կարանք իրականացնենք, այստեղ Նենց լավ կլինի, որ մենք դա իրականացնենք, որովհետև ես հետաքրքրված եմ շատ, գիտեմ որտեղ կարելի է դա սովորել, անցնել։ Դե անենք, միասին անենք։ Ուրեմն Տեսեք, ինչքան ուզում ես դու բան եղի, գիտականորեն զարգացած եղի եւ այլն, sense փաստ կա էլի, որ ժողովրդական ասացվածքները ամենաիմաստունն են, չէ՞։ Ինչ ժողովրդական ասացվածք կա, մենակ մարդը բանի պետք չի։ Ճիշտ է։ Դա նաեւ վերաբերում է բժիշկներին այսօր։ Ինչի, որովհետև մեր մասնագիտության մեջ ինֆորմացիան աճում է էքսպոնենցիալ։ Մի ժամանակ ոնց էր ամեն բժիշկ մի 4-5 դիագնոզ էր բուժում, 4-5 տեղ, որը կօգներ։ Հիմա մանավանդ դուք շատ լավ գիտեք ինչքան է այդ ինֆորմացիան աճում։ Ինչի եմ ասում, որ այդ մուլտիդիսցիպլինար մոտեցումը դա երևի ամենակարևոր նվաճումներից է այսօրվա բժշկության, որ մուլտիդիսցիպլինար թիմ է աշխատում։ Եթե կինը պետք է հղիանա եւ իրան պետք է կատարվեն ինչ-որ վիրահատություններ, կապ չունի քաղցկեղա թե ոչ, անպայման դա պետք է թիմային որոշի, որտեղ իրոք սիտուացիաներ կա, երբ որ նախապես է պետք ձվաբջիջ ստանալ, սիտուացիա կա, որ դա ցանկալի չի, այս պրեպարատով, ասենք, այս տեսակի ստիմուլյացիա արվի, այն տեսակի, դե մենք շատ ենք քննարկում ձեզ այդ բաները, այսինքն դա ամենակարևոր բանն է, այդ թիմով աշխատելը կոնկրետ մեր սիտուացիանում ռադիոլոգ, ռեպրոդուկտոլոգ, վիրաբույժ, մանկաբարձ գինեկոլոգ, որը այդ հղին պետք է վարի հետո, եւ պաթոլոգ, որը եթե դա քաղցկեղ է, այդ քաղցկեղի մասին մեզ ինֆորմացիա տալի։ Տեսեք 5 մասնագետ արդեն։ Ամեն մասնագետի հետևը պետք է կանգնած լինի իր թիմը արդեն պաթոլոգների, ռեպրոդուկտոլոգներ, դե դուք շատ լավ գիտեք, որ հիմա չես կարա
պոլիկլինիկան կաբինետ բացես, ասես ես ռեպրոդուկտոլոգ եմ, դες չի։ Նույնն էլ օնկոգինեկոլոգի դեպքում ես մենակ չեմ, ես շատ մեծ թիմ ունեմ։ Եթե ես հիմա միտեղ կաբինետ բացեմ, վրան գրեմ օնկոգինեկոլոգ, դա կստացի նույնն է, եթե դուք հիմա միտեղ գրեք ռեպրոդուկտոլոգ, չի աշխատում։ Չի աշխատի։ Այդ մեծ թիմերի միասին միանալը մի հիվանդի շուրջ, դա երևանը կարևոր բանն է։ Որտեւ մենակ կանանց հետ չեք աշխատում, նաև դեռահասների հետ, որոնք որ ունեն որոշակի ուռուցքներ եւ հետագայում ֆերտիլությունը պահպանելու համար կարելի է սառացնել այդ հյուսվածքը, հետո տրանսպլանտացիա իրականացնել։ Դա միշտ քննարկում է, մեզ մոտ օրինակ սենց է, մենք ներքին գործելակարգում ենք, երբ որ մենք բուժում ենք ռեպրոդուկտիվ տարիքի քաղցկեղով պացիենտ, շատ հաճախ մենք այդ բոլորը քննարկում ենք ռեպրոդուկտոլոգների հետ։ Դա առաջինն է, երկրորդը, եթե մենք բուժում ենք ռեպրոդուկտիվ տարիքի քաղցկեղով պացիենտ, ապա ինքը բուժում, ինքը մի քիչ տարբերվում է, վիրահատությունների ծավալներն էլ են տարբերվում, մոտեցումներն էլ են տարբերվում, հսկողությունն էլ է տարբերվում, եւ շատ դեպքերում անկեղծ ասած ես որպես բժիշկ ոչ միշտ, բայց շատ դեպքերում չեմ մտածում, որ ես հիվանդը քաղցկեղից կմահանա, թե չէ, որտեղ ես գիտեմ, որ չի մահանա։ Այլ մենք շատ մեծ դեր ենք տալի կյանքի որակը ապահովելու։ Այսօրվա ռուսկաբանության մեջ դա շատ մեծ նշանակություն ունի եւ կյանքի որակը ապահովելը նաեւ այդ կոնցեպտն է, որ եթե մարդը ֆերտիլ տարիքում է եւ նա պլաններ ունի, դու իրան այդ շանսը տաս։ Այսօր դա չեմ ասում միշտ, ճիշտ հասկացեք, քաղցկեղներ են լինում, որոնք մարդուն մի քանի ամսվա մեջ վերացնում են, տենց էլ է լինում։ Բայց ուզում եմ ասեմ, եթե մարդը դիագնոզ ունի, նա միանգամից պետք չի իրան տանի այդ խմբի մեջ գցի, որտեղ այդ խումբը այդքան էլ մեծ չի, ոնց որ կարա թվա առաջի հայացքից։ Պլյուս այդ սառեցված բիոմատերիալը ինձ թվում է պացիենտի համար հույս է։ Իր համար հենց ոնց որ ապրելու հույսը, առաջ գնալու հույսը։ Ինքը նույնիսկ եթե դա չօգտագործի, դա գիտեք ոնց է, երբ որ դու բանկում հաշիվ ունես ինչ-որ, կարող է դու տենց էլ չծախսես, թողնես թորների դեպքում, բայց քեզ ավելի լավ կզգա։ Նման մի բան է, այսինքն դուք ճիշտ եք ասում, հոգեբանական կոմպոնենտ։ Ավելի հանգիստ են, որ եթե օրինակ ամուսնացած զույգ է, ամուսին սաղմեր ունի սառեցված, ինքը մտածում է, որ ինձ սպասում են իմ երեխեքը, ես առաջ գնամ։ Okay, ես ձեր հետ համաձայն եմ, սակայն մեր ռեպրոդուկտոլոգիան հիմա դա շատ չարաշահում է։ Ես օրինակ պացիենտներ եմ ունենում, հիվանդներ, որոնք քաղցկեղ չունեն, որոնց պետքա, չգիտեմ, լապարոսկոպիկ միոմա հեռացվի։ Գալիս է, ասում են ռեպրոդուկտոլոգը ասել է, արի ձվաբջիջները սառացնենք, հետո միոմա հեռացա։ Հիմա այդ լավ անեկդոտ կա, որ ասում եք, ձե կուրակ, ձե մոյդոմ, էլի։ Այսինքն այդ էլ մի այլ ծայրահեղություն է, դա էլ պայմանավորված է այդ ռեպրոդուկտոլոգիական բաների մեծ քանակով, էլի։ Ճիշտ ասած ինձ միշտ ավելի շատ հուզել է օրինակ դեռահաս աղջիկների մոտ երբ որ լինում է քաղցկեղ եւ այլն մի քիչ մեր հասարակության մեջ մտցնել այդ պահա ծնողներին եղավ էս վերջերս մի հատ էլի զույգ դիմեց գնացին ու էլ հետ չեկան կոպիտ ասած մեր խորհրդատվությունից հետո որովհետեւ всё-таки ասին որ պետք է ամեն դեպքում սառեցնել ձվաբջիջներ մի քիչ բարդ է ծնողներին տանել համակերպել այդ փաստի հետ եւ всё-таки սառեցնել չկա մենտալիտետի մեջ դա միանգամից գնում են բուժման բաց թողելով այդ պահը ձեր փորձից չկասեք։ Տեսեք, այսօր Հայաստանում երբ որ քեզ դնում են քաղցկեղ դիագնոզ, դու դառնում ես թիրախ։ Տարբեր տեսակի ազդեցությունների թիրախ ես դառնում, թե ինֆորմացիոն, թե բժշկական եւ այլն եւ այլն։ Երկրորդ կարծիք, երրորդ կարծիք, չորրորդ կարծիք, հինգերորդ կարծիք, 10-րդ կարծիք, որը որ դե կարծիք էլ մարդում է հարցնում, սովորաբար եթե կինա նա հարցնում է կամ իր վարսավիրին, կամ ասենք հարևանին, որի մաման նաև քաղցկեղ է ունեցել, չնայած մամայի մոտ կարող է թարթոքի քաղցկեղ է, իր մոտ աղիքի քաղցկեղ է եւ այլն։ Դրանք խորհուրդներ են տալի ու մենք քանի որ տենց մի քիչ սպეციფიկ ազգային բան ունենք, մենք միշտ մեր մերձավորին ավելի շատ ենք հավատում, քան թե ինչ-որ ինստիտուտների։ Հիմնականում դա շատ վատ է ավարտվում։ Ну կամ մարդը փորձում է երկրորդ կարծիք ստանա, մտնում է TikTok։ Ճիշտ է։ Հա, TikTok-ա բուժություն, Instagram-ա բուժություն եւ դրանից դու խուսափել չես կարող։ Իմ տեսակետից միակ փրկությունը դա արհեստական ինտելեկտն է։ Որտեւ այդ ChatGPT չնայած արհեստական, բայց ինտելեկտ է։ Ու եթե դու իրան հարց ես տալի, գիտես, ես sense քաղցկեղ ունեմ,
ոնց են սա բուժում, կարող է ինքը բժիշկի ճշգրտությամբ չասի, բայց հարևան մարոտատիկից հաստատ ճիշտ կասի, կամ ձեր վարսավիրից ճիշտ կասի, կամ պեդիկուրշիցայից ճիշտ կասի, կամ չգիտեմ ոնց է, օրինակ իմ մոտ գալիս են շատ է լինում, մարդը իր հարազատին բուժում, բա գիտեք բժիշկ ջան, ես էլ եմ բուժ աշխատող, մենք գոլեգաներ ենք, որտեղ եք աշխատում, բայց ինչ հիվանդանոցում լիֆտոր եմ ասենք կամ։ Ու այդ մարդը ասում է, գիտեք, ասում է, մեր բոլոր Գերդաստանը ինձ է դիմում, սաղին ես եմ բուժում։ Հիմա տենց է, այդ մեր բանն է, օքեյ։ Հիմա մենք դրա հետ ապրենք, համակերպենք։ Ոնց է կարելի դրանից փրկվել։ Երևի դա ամենա բանն է, էլի ճիշտ է։ Եթե լավ վճար է, դու իրան այդ հարցը տաս, ինքը քեզ գոնե հիմարություն չի ասի հաստատ։ Իսկ GPT հետ կապված բանը տեսել եք, ասում է, если бы хирург был чат GPT. Ասում է, проснулся, нужно было удалить левую почку, удалил правую, сказал, ничего, сейчас удалю левую. Դե ինքը գալյուցինացիաներ կարա տա եւ այլն, բայց դա շատ ավելի քիչ է լինում, էլի եմ ասում, հետո տեսեք մի տենց հայտնի երևի լսած կլինեք փիլիսոփա կա Յուվալ Նոյ Հարարի իր վերջի գրքերից մեկը Nexus-ը կոչվում, կարծեմ գիրքը նվիրված է հենց արհեստական ինտելեկտին։ Դե բարձր բժիշկների մեջ դա մեծ բան առաջացրեց, պանիկա, հատկապես այն բժիշկների մոտ, ովքեր որ հենց ուղեղով են աշխատում, թերապևտների մոտ, քիմիոթերապևտների մոտ։ Երեք ինչ ասում, հա, այդ արհեստական ինտելեկտը, օրինակ, տենց բան կա, արհեստական ինտելեկտ կա, անունը մոռացել եմ, չգիտեմ ինչ folder կոչում։ Տեսեք, մենք գիտենք ցանկացած սպիտակոց ինքը ինչ որ ֆունկցիաներ ունի կամ չունի, դա ֆորմուլայից է կախված։ Իսկ սկզբանե տալիս ես ինչ ֆունկցիա ես ուզում այդ սպիտակություն ունենա, եւ ինքը քեզ ամենաթթուների հերթականությունը ֆանտաստիկ բան է, մարդ չի կարող դա։ Բայց ասում եմ, արհեստական ինտելեկտը վերակապ չի կարող։ Կապ չի կարա կանդի։ Հիրուրգիայի մեջ չի կարա մտնի։ Մտնում է ինչ-որ ձևով, մենք ռոբոտներ ունենք, որտեղ որ ինքը ինչ-որ ձևով աշխատում է, ասենք ինքը ոնց է, ինքը դու անդադ որ մի շարժում կրկնում ես, հետո ինքը եթե դա ունիկալ շարժում է, որը էլ ոչ միտեղ չի կրկնվում, դա Վինչի ռոբոտը ունի, դες բաց, այդտեղ Հայաստանում դեռ չունենք դրանից, պետք է ունենանք, ժամանակի խնդիր է։ Ինքը երբ որ այդ ունիկալ շարժումը դու սկսում ես, ինքը կոդերը շարունակվում են։ Բայց հա, որ ասես ինքը վերցնի վիրահատություն անի, չէ, այնտեղ խնդրեմը ինչու՞մ է, որ վարիաբիլությունը այնքան մեծ է եւ շատ հարցեր կա։ Խիրուրգին կարող է ինքը փոխարինի, բայց այս этаպի վրա չէ իր զարգացման, չգիտեմ, բայց լիքը բժիշկի այսօր արդեն հանգիստ կարող բանան։ Ես վերջում Մոսկվայում գնացել էի կոնֆերենցիայի, այդպես выставка Expo-ի ու վիրտուալ իրականության մեջ փորձեցի ծնունդ ընդունել, փորձեցի լապարասկոպիա անել, դա միոմեկտոմի անել։ Իրական վիրտուալ իրականությունը, որը դնում ես ակնոցները կտրվում ես, ավելի շատ օգնում է, որ ход мыслить операция, или ոնց անես, դու այդ ձեռքերի շարժում ոնց որ դնում է ավելի շատ մտքեր ա տալիս, ոնց ճիշտ դու անես։ Եթե սկսնակ ես դու, բայց ոչ փորձառու բժիշկ ես, երևի ինչ որտեղ օգնում է արձինատրդերին սովորել։ Սովորել համար բան է, ես դրանով Բելգիայում եմ աշխատել, մենք ունեինք տենց բաներ, տրեյնինգ կենտրոն ունենք, որտեղ կար Չենք շատ լավ բան է, գիտեք ինչի նման է։ Ոնց որ երաժիշտը ասենք բեմի դուրս գալուց առաջ ինքը տարիներով գամաներ է սովորում, նույն բանն է, վիրաբուժությունը ձեռքի գործ է, դու դա պիտի անես տրենաժորների, մարդու վրա սովորել չի կարելի։ Այդ սովետական կոնցեպտ է, որ պիտի չգիտեմ 100-ատ անես չստացվի, 101-րդը ստացվի։ Իսկ մեկն էլ չստացվեց։ Չէ, ցիվիլ աշխարհը չի ընդունում այդ կոնցեպտը, չի կարելի։ Բայց ինձ մարդու վրա են սովորեցրել։ Ճիշտ է, ճիշտ է։ Դե դա ճիշտ չի, բան չունեմ ասելու, գիտեք, աշխարհում ամեն ինչ էլ կա, բայց դա ճիշտ չի։ Որտեղ մի անգամից դու պիտի մտածես, իսկ ինչի այդ մարդու տեղը կարա ես լինեի։ Հենց այդ է։ Կամ իմ հարազատը լինի, ինչով ես դրանից լավ։ Դարապես երբ որ դու բժիշկ ես, դու պետք է պացիենտի հետ որ աշխատում ես, առաջի բանը ինչ որ դու անես, փորձես իր այդ տեղերով փոխվես։ Միանշանակ, մի քիչ հակառակն էլ մտածես։ Մի քիչ չէ, լրիվ։ Փորձես տեղերով փոխվես։ Բայց մենք քննարկենք հետո այդ բաները, օվարիալ հյուսվածքի սառեցումը։ Քննարկենք։ Շատ հետաքրքիր։ Ես
Կամ հետո առանձին գտել եմ արդեն կլինիկա, որը որ սովորացնում է հենց եւ ձեր պարագայում լապարոսկոպիկ մտնում ես։ Մենք մտնում ենք ռեզեկցիա ենք անում, պահպանելու խնդիրն է։ Եթե դուք դա մեզ ապահովեք, ես դա ձեզ կտամ, դուք պահեք, ես հետո կդնեմ տեղը։ Հա, իմ սովորելու բանն է։ Ես արդեն ճշտել եմ, իրանք էտապային է, որովհետեւ պացիենտներին են հավաքում ու դու ներկա ես լինում հենց այդ process-ին, այսինքն ապահովում ես։ Պահպանելը եթե սովորեք, մեր համար հանելը, դնելը խնդիր չի։ Հա, вообще խնդիր չի, իմ պահն է։ Դա տեխնիկապես շատ հեշտ է։ Իսկ դա ինչ ծավալի պացիենտների մասին է խոսքը գնում։ Տարեկան քանի պացիենտ կարա դիմի այդ պրոցեդուրան։ Դուք ասեք, ես Չէ, հենց կապված ոնկոլոգիայի հետ էլի պացիենտ։ Քասկերի տեսակից է, չէ, գալիս դու ժամանակ ունես չունես, հիմնական շատ չի իսկը, չէ։ Ասեմ ձեզ, այսօր քանի որ մեր մոտ ապա կենտրոնացվել է ռուսկաբանությունը, ռուսկով հիվանդը կարա բուժվի կամ ինչ-որ մի փոքրիկ հիվանդանոցում, որը մի քանի տարի առաջ պոլիկլինիկա է եղել, կամ նորմալ կլինիկա է, դու չգիտես նա որտեղ կընկնի, էլի։ Այդ առումով այդքան էլ ճիշտ չէր տենց այդ աստիճանի ապա կենտրոնացնել ռուսկաբանությունը, որտեղ դա ահավոր վատ է անդրադարձել բուժման որակի վրա։ Ճիշտ չի, էլի։ Գիտեք ոնց է, սովորաբար սենց են անում։ Դա լինում է ոչ թե մեկ տեղում, այլ ասենք 2-3, բայց ոչ թե 23։ Վերահսկումներ դժվար։ Ոչ վերահսկում կա, ոչ որակի վերահսկում կա, ոչ բան կա, հիմա եթե շատ ուզես, այս մեր օպերատորն էլ վաղը կարա գնա այդ լիցենզիան ստանա, այսօր տենց է։ Դե կարծում եմ կփոխվի հետագայում, բայց դա շատ վատ բան է, էլի։ Իսկ ձվարանների ուռուցքներից հարձավարանային ուռուցքն է ավելի բարընթաց ելքով ավարտվում։ Չէ, ասեմ ձեզ, եթե ելքով նայես, ամենալավ ելքը հիմնականում ունենում է էնդոմետրիումի քասկերը, երկրորդ տեղում արգանդի վզիկի քասկերն է եւ ամենավտանգավորը դա ձվարանի քասկերն է։ Որում մենք իհարկե fertility-ից ենք խոսում, բայց հիմնականում ձվարանի քասկերը առաջացնում է կարցինոմատոզ, նա տարածում է ամբողջ որովային ամզով եւ ես էլ իմ կարիերայի մեծ մասը հենց դրան եմ նվիրել, գիտեք դուք մենք կարցինոմատոզի վիրաբուժության կենտրոն ենք, հա, մենք դրանով շատ ենք զբաղվում։ Ամենավատ ուռուցքները երևի sense ամենաբարձր մահացություն ունեցող ուռուցքները կանանց մոտ դա ձվարանի քասկերն է, հետո արգանդի վզիկի, հետո արգանդի եւ ամենահեշտ բուժվողը դա կրծքագեղձի քասկերն է։ Բայց ամենահաճախ հանդիպողը։ Մեր մոտ շատ պացիենտներ կան, որ հենց կրծքագեղձի ուռուցք ունեն ու սառեցված ձվաբջիջներ ունեն հետագայում հապասառեցման, բեղմնավորման։ Դե այդպես արվում է, հա, բուժումը, որտեվ քիմիոթերապիան սկսելուց առաջ եւ այլն մենք ձվաբջիջները սառեցնում ենք, բայց եթե տեխնոլոգիան դուք ունենաք, դա շատ մեծ բան կլինի։ Հա, շատ մեծ բան կլինի։ Որտեվ շատ անգամ եղել է, որ մենք քննարկել ենք ինչ-որ պացիենտին, ու շատ չէ, էլի եմ ասում, քասկերը ինքը ավելի ուշ տարիքում է հանդիպում։ Այսինքն ռեպրոդուկտիվ խնդիր ունեցող քասկերով հիվանդ կանանց թիվը տենց մեծ չի, մեր պոպուլյացիան փոքր է, ընդամենը 3 միլիոն է, բայց տենց հիվանդներ լինում են։ Դե դա էլ է շանս իրանց համար։ Դե իհարկե։ Թեկուզ 10 հոգի սառեցնեն, բայց շանս է մարդկանց համար։ Եթե օրինակ չեն հասցնում ստիմուլյացիա կամ չի կարելի այդ մարդուն ստիմուլյացիա անել։ Ստիմուլյացիա բոլորին չի կարելի անել, դա շատ մեծ խնդիր է, կամ մեկ լինում է, որ չի կարելի, մենք երկար պրոտոկոլներով ենք անում, հիմնականում տամոքսիֆենով ենք անում, տամոքսիֆենով էլ դա երկար է տևում, սուպերօվուլյացիա չես կարողանում ստանալ նորմալ, հետո ունդ ձվաբջիջների որակի խնդիր է, ֆոլիկուլների որակի խնդիր է, empty follicle-ներ կարող լինեն, դու քաշես մեջը բան չէ, լիք հարցեր կան, որը անշուշտ եթե դու կարաս նացիվ ձվարանի հյուսվածքը սառեցնես, հետո դնես աշխատես։ Ինքնուրույն կարա հղի անել։ Դա եմ ասում, դա չի դիմել ԱՄԲ-ին, ինքնուրույն կհղի։ Չի քննարկվում, որ այդ մեթոդը իհարկե դա գիտեք ոնց անձու սանդղա կլինի, պարզ ասա, մի քիչ ներքև է, այս սանդղակը մի քիչ ավելի վերև է։ Բնականն է, դա շատ ավելի լավ։ Հիմա ոնց որ նստենք, հիմա քննարկենք Ժիգուլին է լավ, թե Մերսեդեսը։ Ուրեմն Մերսեդեսն է։ Դե բնական է։
Բնական է, բայց հիմա եթե դու, չգիտեմ, 10 տարի առաջ սելով ես մանեկել, Ժիգուլին էլ վատ չի։ Այսինքն եթե այսօր մենք ունենք այդ կենտրոնները, բայց զավաբջիջ սարսնելու շանսը եւ այն դա լավ է, բայց չի մենք կանգնենք եղածի վրա, գնանք առաջ։ Չենք կանգնի առաջ։ Ունենանք նաեւ հա այդ աուտո տրանսպլանտացիայի բանը, հնարավորությունը ուժումը տանք, իր ձվարանի բջիջը հետ դնենք տեղը, թող մարդը գնա, էլ ինքը կարող է ոչ IVF-ի գնա, ոչ բան գնա։ Դիմի ինքն իրանով կրողյան։ Մեր գործին խփում ես։ Հա։ Զատի պացիենտի համար ենք անում դա։ Ոչ մեկի գործին երբեք չի խփում, որովհետև երբ որ քո մասնագիտության մեջ առաջանում է մի բան, որը քեզ թվում է, որ քեզ պետք է խանգարի, զուգահեռ դրան առաջանում է լիքը ուրիշ բաներ, որ դու դրանով ես սկսում զբաղվել։ Այո։ Արդեն։ Եվ հետաքրքրություններ, որ ամեն դեպքի հետ կապված, օրինակ եթե սկսվի սառեցումները ու ոնց է լինում հետագայում, то есть ստատիստիկա, որ արդեն ունենանք ծնված երեխաների, շատ հետաքրքիր է։ Դուք սառեցնեք կդնեք այնտեղ ինսեմինացիայի հարցեր կլինի, հետո մի ֆակտ, որ այդ աուտոտրանսպլանտատում սպոնտան օվուլյացիա կլինի, ես ճիշտ ասած կասկածում եմ, որովհետև ծավալ է այդ հյուսվածքի, որը որ դու հետ ես տալիս, մենք գիտենք, որ ձվաբջիջների քանակը ֆիքս է, եթե դու ինչ որ չգիտեմ, մի քառակուսի սանտիմետր վարյալ բջիջ հյուսվածք ես վերցնում, ընդ ինչ որ ֆիքսված քանակի ֆոլիկուլներ ունես, հիմա դու նստես, սպասես, սպոնտան օվուլյացիան լինի, կլինի, չի լինի եւ այլն, sense տնես դու պետք է աշխատես այդ հիվանդի հետ։ Ձեր մոտ ամենայն հիշվող դեպքը, որ արդեն երեխան ծնվել է, որն է, որ հաղթարել է կինո քաղցկեղը եւ ծնվել է բալիկը։ Ну, էս վերջերս է անցած տարի էր, կարծեմ, տենց մի աղջիկ էր, բերեցին մեզ մոտ 13 թե 14 շաբաթական հղի, ձվարանի ուռուցք եւ արդեն կոնքում մետաստազներ։ Մենք իրան քիչ ագրեսիվ ուռուցք էր, low grade cancer են ասում դրան, բայց իր մոտ արդեն կոնքում սկսել էր մետաստատիկ իմպլանտներ տալ։ Ու եկան մեզ մոտ երկրորդ կարծիքի, որտեղ պլանավորում ենք հղիությունն ընդհատենք, արգանդը հեռացնենք դե։ Բայց կա տենց մեթոդ low grade քաղցկեղների ժամանակ ինքը ուռուցքը ախտարում է միայն որովայնամիզը։ Իրա մոտ մի ձվարանի մոլուսկա, մյուսում չկար։ Մենք այդ քաղցկեղի աջ ձվարանի հեռացեցինք, կոնքի ամբողջ որովայնամիզը հեռացեցինք, ընդ որում ես դա լապարասկոպիկ արեցի, որ շատ մանիպուլյացիան քիչ լինի, վիժուալ ռիսկը քիչ լինի։ Հետո ծննդաբեր է աղջիկը։ Հրաշքա։ Ցետակի ինքը ղիր է երեխայով, երբ որ ես իրան իրատում էի։ Դες մի քանի դեպքեր էր, վերջինը շատ լավ հիշում եմ ես էլ այդ աղջիկը եկավ, ասենց ու քանի որ իր մոտ low grade քաղցկեղ է։ Գիտեք ինչ առուսկա բանության մեջ այնքան նրբություններ կան, դու աշխատում ես մոլեկուլար մակարդակի վրա, էլի, ասենք իր մոտ կոնկրետ, եթե դու իրան ռադիկալ վիրահատել ես, ինքը ծննդաբերել է եւ ռեցիդիվ չկա, դե ոչ մի բան պետք չի անել, կարաս իրան հսկողության տակ պայսող, ինքը մասկողության տակ է, արգանդը տեղում է, կարա երկրորդ անգամ էլ, երրորդ անգամ էլ։ Այո։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց։ Հա, դա շատ տպավորիչ է, որովհետև մենք ռուսկաբաները սովոր չենք, որ ինչ որ հղի է, բան որտես բաներ է լինում։ Դե ես էմոցիոնալ շատ մանկաբարձները, որ անդադ աշխատում են, իրենք սովոր են, էլի դրան։ Մենք սովոր չենք, ինքն վրա շատ մեծ տենց էմոցիոնալ բան է թողնում դա, էլի տպավորություն է թողնում։ Ճիշտ է, շատ հավատացեք մեր համար էլ։ Դե հա, մարդը գալիս է, всё, դու իր վրա խաչ ես քաշում, որտեվ սովորաբար դրանից հետո այդ ընտանիքը քայքայվում է, ինքը չի գոյատևում, էլ, այսինքն դու հասկանում ես, որ դու եւ շանս տվեցիր երեխա ծնվի եւ ընտանիքը պահպանեցիր, որ ֆանտաստիկ բան։ Պլյուս ինքը հələ շանս ունի երկրորդ ունենալ։ Այո, դե ինքը հսկողության տակ է, հա, բնական է, բայց եթե ռեցիդիվ չկա, կարաս իրան հսկես։ Ճիշտ է։ Եկեք ձեզ ներկայացնենք մեր էմբրիո գայդի խորհրդանիշը։ Սա երեխան է, էմբրիոնի տեսքով, որի պորտալարից գալիս է ծառի ճյուղ։ Նշանակում է կյանքի սկիզբ եւ շարունակություն։ Հույսում ենք, որ միշտ տենց լինելու է։ Դե տես պետք է լինի, որտեղ մեր համար, մեր ազգի համար դա կարևոր է, մենք
դեմոգրաֆիան մեր պետք է մի քիչ վերանայել։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, շատացնում ենք։ Հա, ճիշտ է։ Շատ շնորհակալություն, շատ Ձեզ հետաքրքիր է շնորհակալություն։ ու բովանդակալից։ Մերսի։